Իրավական ձեզ հուսող հարցերը իրավունքը քոնն է հաղորդման եթերում։ Կանգ մի առ, երբ անցնում ես դժոխքի միջով։ Այսպիսի պատգամ է հղել Վինսթոն Չերչիլը բոլոր այն մարդկանց, ովքեր անցնում են կյանքի դժվարությունների միջով։ Այսօր իրավունքը քոնն է հաղորդաշարի հյուրն է 19 տարեկանում ՀՀ Գերագույն դատարանի կողմից գնդակահարության դատապարտված Վահագն Մարուքյանը։ Վահագն, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Վահագ, կխնդրեի դեպքի հանգամանքները հակիրճ ներկայացնել, որ թվականին է տեղի ունեցել, ինչի համար է առհասարակ դատապարտվել։ Ուրեմն դեպք է տեղի ունեցել 93 թվականին, որտեղ կատարվել է սպանություն։ Սպանությունը արդյունքում մնացել է իմ վրա, իհարկե մեր ոստիկանների խոչընդոտելու խոշտանգումների արդյունքում ինձ 94 թվականի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել եմ մահվան։ Գնդակահարություն։ Այդ դուք ասիկ ենթարկվել եք խոշտանգումների, կխնդրեի ավելի լայնածավալ ներկայացնել, որովհետև անգամ մեկ կոնվենցիայով դա արգելված է, ել չեմ ասում նաև ներօրենսդրական կարգավորումներով, ովքեր են ձեզ խոշտանգել, ոստիկանական բաժանմունքում է դա տեղի ունեցել, թե բերդում։ Տեսեք, ասեմ, դուք երևի, չգիտեմ, իմ կարծիքով երևի դուք իրավաբանությունից լավ տիրապետում եք, ես ասեմ, հաստատ ձեր կյանքում նման բան դուք պատահած չեք լինի, նման դեպք, ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Դուք լսել եք մի հատ դեպք, որ տվյալ անձը, որը որ կալանավորվել է, ոստիկանական բաժանմունքից իբրև դիմի փախուստի, իրան կրակեն, բառից իմաստով կրակեն, իբր թե վնասազերծ են փախուստը, որ տեղափոխեն Երևանի կենտրոնական կալանավայր, ունդե որ դու գնում ես, բժիշկը զննություն է ենթարկում։ Ցանկացած կալանավորի բժշկական զննության է ենթարկում ու գրեն որևէ խնդիր տվյալ մարդը չունի, որևէ գնդակ իրան չի կպել, իր մարմնում գնդակ չկա, կրակածի ոչ մի խնդիր չունի, բայց արդյունքում ինչա դուրս գալի, հիմնավորում են իբրև քննիչի ասելով, որ փախուստը տեղի է ունեցել բաժանմունքից, վնասազերծվել է, բայց իմ վրա չեն դրել ոչ փորձ փախուստ, գործերի մեջ ընդհանրապես չկա, որ ինձ ընդհանրապես կրակել են, գործերի մեջ որևէ առնչություն, որևէ նախադասություն չկա, որ ես փախուստ եմ արել, փորձ փախուստ եմ արել, ընդհանրապես նման բան գոյություն չունի։ Բայց դու հայտնվում ես մի հատ քաղմասում, որտեղ որ քեզ հանում են, իբրև փախուստ ուզում են ձևակերպեն, հետևից խփում են, գնդակը մինչև օրս իմ մարմնի մեջ է ու իրանք իրար օգնելով ոչ մի բան չեն։ Ես ասեմ ազատվելուց հետո ես դիմել եմ դատարանները, առաջի երկրորդ վիճարաբեկ ես անցել եմ, արդյունքում ոչ մի արդյունքի ես չեմ հասել, դաժե քննիչին, որը որ մենք շատ պահանջում ենք, որ ինքը ներկայանար, քննիչ չի ներկայացել, քննիչերեսը չեմ տեսել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դες անգամ պատշաճ բուժօգնություն տվյալ պահին, երբ արունահոսում էիք, չի ցուցաբերվել։ Իհարկե չի ցուցաբերվել։ Ոչ արձանագրվել է փաստը, որ ունեք վիրավորում եւ ոչ էլ պատշաճ առհասարակ բուժօգնություն։ Առհասարակ նման դեպքում ընդհանրապես որևէ նշույլ չկա գործերի մեջ, որ այս մարդը փախուստ է արել, կանխվել է, կրակել են իրան, ինքը վիրավորվել է, ոչ մի նման բան ընդհանրապես գոյություն չունի գործերի մեջ։ Լինելով անազատության մեջ, փորձել եք ձեր իրավունքները պաշտպանել որևէ ձևով, այսինքն դիմումներ համապատասխան մարմիններին ներկայացնել, որպեսզի որևէ ձևով պայքարեք ձեր իրավունքների համար։ Ես ասեմ, ես որ իմացա, որ Գերագույն դատարանում եմ, իմ դատը Գերագույն դատարանում առնելու, ճիշտ ասած ես ուրախացա, անկեղծ եմ ասում։ Ես ուրախացա, որովհետև այդ կառույցի վրա, այդ Գերագույն այդ դատարանի վրա իմ հույսերը մեծ էր, որովհետև ես վստահ էի, որ դա արդարություն հաստատելու է, բայց փաստորեն բանից դուրս եկավ, որ իմ հույսերը անիմաստ էր, որ ես հույս դնեի Գերագույն դատարանի վրա, որ իբր գերագույն արդարություն կանեն, այդպես բան չկա։ Ես չեմ հավատում։ Վահագն, երբ դատապարտվել եք, 19 տարեկան եք եղել, բավական երիտասարդ, երբ որ դատարանը, դատավորը կարդում էր դատավճիռը, ինչ զգացիք այդ պահը։
ես անկեղծ ասեմ, տվյալ անձը, որը որ մահացել է, իր կինն է դատարանում ներկա եղել, կնոջը դատավորը հարցրել է, ձեր ամուսնու սպանության գործով ինքը ինձ մատնացույց արել, ինչ պահանջ ունեք, ինչ եք ցանկանում։ Ես անկեղծ ասեմ, այդ տվյալ կինը ասավ, ես չեմ հավատում, որ ինքն է, ասավ, հենց այդտենց էլ ասավ, չեմ հավատում, որ այդ երեխեն է, որովհետև ես տենում եմ դատերը ինչ ձև է գնում, ես ասել ոչ մի պարտքու պահանջ չունեմ, ես ասելու բան չունեմ։ Իսկ դատավորի վճիռը, որը որ կարդացել է, որ մահապատիժ, ես անկեղծ ասեմ, ես շոկային վիճակի մեջ եմ ելնում, դե ոչ մեկի ձենը դու չես լսում, ես չեմ լսում, չես հասկանում ինչա կատարվում։ Քրեակատարողական հիմնարկներում ինչպիսի պայմաններ էին նախագահներից, որի օրոք է գնդակահարությունը փոխվել ցմահի։ Ուրեմն տեսեք ասեմ, ես դատապարտվել եմ 94 թվին մահապատիժ, այդ ժամանակ եղել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ստորագրությունն է, դա բացառված է, էլի, ում որ գնդակահարությունը տվե, անպարտադիր նախագահ ստորագրում է։ Այդ մեկ։ Ընդ պայմանները մինչև 2000 թիվը, ընդ պայմանները ուղղակի չի կարելի ասել, որ պայմանները ընդ կան։ Դե պայման չի եղել։ Ես ցենց ասեմ, այդ հերոստացույց չկա, բաղնիկ լողանալը, որ ասենք տանում են, կարող եմ 7-8 ամիսը 1 այդ կարգավիճակով տանեն, դե ասենք մենք էլի խցում, էլի ջուրը տաքացնում ենք, էլի ոնց ուզում էլի մենք մեր գլխի ճարը տենում ենք, առհասարակ բաղնիկ կոչվածը գոյություն չուներ, ընդ զբոսանք ընդհանրապես չկա, մենք այդքան տարի 94 թվից ես մինչև 2000 թիվը անոմա 16 տարի չէ, եթե չեմ շփոթում։ Այդ ժամանակ մի քանի անգամ են մեզ հանել մեր 5-րդ հարկ, զբոսանքի տեղը վերևն էլ կա, առաջի հարկն էլ կա։ Վերևը այն դեպքում, երբ որ ինչ որ մեր գնդակահարության կամերները որ կա, այն ժամանակ 5 հատ էր, որ այդ խցերում մարդ էր մեռնում։ Իբրև դիզինֆեկցիա հանում էին, մի ժամ, 2 ժամ ընդ պահում էին, գալիս ենք տենում ենք, սա քլորի ջուրը ոնց են ընդ եսի միջեր անում, այդտենց տեղաշորների վրա, ասենք դծրած, այսինքն անշնորհ վիճակով։ Այդ ժամանակ է պարագուլկա, ասենք զբոսանք իբրև։ Այսինքն մարդկային պայմաններ։ Չի եղել։ Ընդ եղել ենք, ասենք խոսքի խցում եղել ենք 5 հոգի, 6 հոգի, բայց այդ խցում եղել է 2 հատ կրավատ, բետոնի մեջ խփած, այտենց ուրիշ ընդ բան չէ, դու պորին ես քնում։ Այսինքն հերթափոխով էիք քնում։ Դե հերթափոխով ասել եմ մի քիչ գիտեք ոնց արդեն հենց վիճակ ալնում, որ արդեն ձանձրանում էլ էս հերթափոխի որն է։ Հիմա ասենք մարդիկ քնում են, հա հիվանդես, ասենք խոսքի կրավատին ես քնում, սենց ասենք։ Չէ, դել պորին էլ հարմարում է դոշակցում ես քնում ես։ Ասфальտ։ Ես ասեմ մի բան, որ դա կարող է շատերի համար մի քիչ զարմանալի էլի, ասեն 5-րդ հարգա խոսքի ինչ խոնավություն, բայց ասեմ, ընդ հատակները բոլորը ասֆալտ ա եղել։ Ընդ որ անձրևը գալիս էր, այնպես ջուր էր թափում խցերի մեջ, որ դա մենակ ես չեմ ասում, դա շատ իրավապաշտպաններ արձանագրել են դա։ Այդ խոնավությունը, որ մտնում ասֆալտի մեջ, ընդ ամիսներա պետք է այդ պարը որ դուրս գա։ Արդյունքում դու դառնում ես հիվանդ մարդ։ Իսկ ընդհանրապես Նուբարաշենի Բերթի վերաբերյալ ես ճիշտ ասած էլի առիթ եղել է, ես էլի ասել եմ, հիմա էլ կօգտվում եմ այդ առիթից, այդ Նուբարաշենի Բերթը նա Բերթ չի, նա ժանդախտանոց է, ինի փթախտանոց է, դա պետք է վաղուց այդ ընդհանրապես այդ հիմնարկը քանդեն, որովհետև ընդ չկա այն պայմանները, որ ընդ մարդ պահեն, ընդ մարդ չի մնում, ընդ մարդ ինվալիդ է դառնում, բարից բուն իմաստ հիվանդանում է մարդ ընդ։ Մենակ այն գարշահոտությունը ընդ արդեն հերիք է։ Վանդակից ընկերները, հա, խցակիցները ինչպես են վերաբերվում, չէ որ կար առողջական լուրջ խնդիր եւ առհասարակ այդ առողջության վերականգնման հետ կապված ինչ զարգացումներ են եղել։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Դե եթե կալանավորը հիվանդանում է, դատապարտյալը։ Եթե զգում է, որ արդեն այն վիճակն է, որ արդեն հիվանդությունը բարդ process է գնում, այսինքն որ տեղի բժշկությունը, Բերթի բժշկությունը չեն կարող ոչ մի բան անեն, միանշանակ պետք է ուղարկեն դատապարտյալների հիվանդանոց ՑԲ։ Իսկ դե գնալը, դա մեծ ջանքեր է ներդնում,
որ կարենան տեղափոխեն դե որ էլի լավից վատից մի քիչ պայմաններն ընդե կա, որ բուժում ստանաս արդյունքում տեսեք ինչ է տեղի ունենում։ Հնես չի որ տեղի բժիշկը գրում է, որ մեր պայմաններից վեր է իրան բուժելը, չէ՞։ Հիմա վարչության բժիշկն է գալի, դիմում ես գրում, կարող է 2 ամիս հետո գա կամ չգա, արդյունքում ռեժիմի հետ ես արդեն վեճի բռնվում, պետի տեղակալ ես կանչում, պետ ես կանչում, սա sense խնդիրներ ալում։ Ուղղակի նորմալ մարդավարի քեզ չեն ուղարկում դե։ Ես ասեմ, հիմնականում ինձ որ ես ինչքան որ ես Բերթից գնացել եմ դատապարտյալների հիվանդանոց, ես ասեմ անկեղծ 99%-ը ես հացադուլով եմ գնացել։ Հա, այդ վիճակով դու տենում ես որ քեզ բանի տեղ չեն դնում, այդ վիճակով տենում ես էլ ճար չկա, դու դիմում ես հացադուլի, իջնում ես կարսեր, հացադուլ անում, նոր ընդե գալիս են քո հետ ասենք ինչ որ մի բան պայմանավորվում են կամ հելի վերև այս այկող շաբաթ կտանենք կամ դեից են տանում մի անգամ այդ հենց է եղել հենց այնց սովորական որ դիմումը դիմես ընդե այդ հարցին ընթացքան նորմալ տանեն չկա այդպես բան չի եղել հիմա չեմ կարա ասեմ հիմա կոնկրետ բայց կասեմ հաստատ sense իդեալական չի հիմա էլ իդեալական չի բայց այն ժամանակ ասում եմ պետք է կռիվաների որ գնալ դատապարտյալների հիվանդանոց իսկ ընդ որ եթե գնացել ես բուժումները որ ասենք ստանում ես դե հիմա նորմալ է չէ ասենք ոսկի մի 10 օր օրինակ դեղը խմում ես որոշակի զգում ես քո վրա փոփոխությունը դրական ընդունելություն անում ասենք բանի բուժմասության վարչությունն անում վարչության պետն է բժիշկն անում ասում է հա ոնց է ասում է լավ է ասում է հա всё դե լավ է որ լավ է մեկը քնած ես ուլում մեկ էլ գալիս են ասում են դավայ քեզի դուս են գրե գնացիր Բերդ հասկանում ես դու օր էին պահում դու օրինակ խոսքի ինչա կատում 10 օր խմել ես խոսքի 20-10 օր է պետք է խմես օրինակ չէ դրանից հետո պետք է մի հատ էլ ախտորոշվես տենան չէ ասենք ինչա մնացեք կիսատ նորմալ է թե էլի կա չէ այդ 10 օրը դու գնում ես դեղը տնդ ես խմում հետո մի քիչ եղանակը ասենք օրինակ լավ բուժված չես ունում էլի process-ը մի քիչ բարթանում է վիճակը ավելի է վատանում հետո էլի որ ասում ես ընտի տարեք sense վիճակը sense հա ասում են ջրի ճամփա է սարքել քեզ հասկանում ես ինչա կատարվում այսինքն հաշվի չէին առնում հա այսինքն իրանք անում են մի բան որ ակամայից դու սկսես իրանց հետ վեճի բռնվել նարուշենի անես խախտում անես որ գրենք ու գործերը որ դու խախտում ես արել հայ-հոյել ես խոսքի ասենք դրան ես քաթով տվել ես ինչ ես արել ասենք որ գալիս է ասենք վաղաժամկետի ասենք որ գալիս է դնում են դեմդ ասում են ես այսքան խախտումներն արել ես հասկանում եք այսինքն բաներ կա որ ստիպում են որ դու ինչ-որ բան անես այսինքն սադրում են հա այդտենց բաներ կա էլի որ չես տեղավորվում էլի հասկանում եք դե ավել բան դու չես կարող անես բայց 2000 հիմա մի հատ sense բան ասեմ էլի 2000 թվից սկսվեց այդ վաղ նախագահ Ռոբերտ Քոչարյաններ էլի մեզ խափեցին որ ցմա փոխեցին արդեն մահապատիժը ցմա փոխեցին Քոչարյաններ այդ ժամանակ արդյունքում իրանք իրանք չունեն մեզ ցմա փոխեին էլի մեզ պետք է սրոկ տային 15-ից 20 տարի պետք է տային վերանային ու բան տային էլի սրոկ տային բայց իրանք վեկարանն առանց որևէ բանի դրան բանը փոխեցին ցմա որ դա կոնվենցիայի խախտում էր 100% ես կասեմ իսկ այդ ժամանակ եվրոպացիք որ սկսեցին գալ այդ մեկուսարաններում հետաքրքրություն առաջացնել լրագրողները Կարմիր խաչա եւ այլ ու իրանք ասին որ դա իրանք շնորհքով է իրանք շնորհիվ է ես ասեմ որ դա կրավաթելը ավելացել պրագուլկի զբոսանքի հարցնել է լուծվել բաղանիքներ որոշակի լուծվեց ասենք հերոստացիություն ունենում մարդիկ, ասենք խոսքի ասենք սառնան են ունենում, ոնց են անհրաժեշտ բաները, ոնց են մարդիկ, ոնց են օգտվում։ Դու նա էլի դել ես ապրում։ Ինչ տարբերություն ապրում ես դե։ Պետք է գոնե մի քիչ նորմալ պայմաններ էլի թե չէ։ Անշուշտ, չէ որ 26 տարի, եթե չեմ սխալվում, անազատության մեջ լինելը դա բավական երկար տարիներ են։ Ինչ զգացմունքներ կային, ինչ թաքուն երազանքներ կային։ Ես ասեմ անկեղծ, հա, ես միշտ հավատացել եմ, որ ես ազատվելու եմ, թեկուզ այդ վիճակով, որ արդեն իմ հիվանդությունը այն կային աստիճանի հասավ, որ ես արդեն կայլաշկի վրա էի, բայց մեկը ես էլի հույսից չէի կտրել։ Ես գիտեի, որ ես պետք է ազատվեմ, որովհետև Աստված ինձ անտեր չի թողել։
Ասված նաև մայրիկը շփվելով նրա հետ ես միանշանակ ինչպես է օր ու գիշեր աղոթել։ Այո, դա է շատ օգնել, բայց դու քո հույսը պետք է դնես դու քո Աստծո վրա, որովհետև ընդ դժոխք ասածը, այն դե դժոխքը։ Ընդ չգիտեմ, ինձ լավ բան չկա։ Անկեղծ ընդ լավ բան չկա։ Բակ բանտախցում գտնվող ձեր ընկերներին, խցակիցներին ինչ խորհուրդ կտաք ինչպես պայքարեն։ Ես sense պատասխանեմ էլի, որ ասեմ ծմաներին օրինակ, ասենք խորհուրդ տամ հիմա այսօրվա դրությամբ ինձանից շատ նստած մարդիկ կան, որ հաստատ իմ խորհրդի կարիք իրանք չունեն, մեկ, ես իրանց կասեմ Աստծուն հավատ միշտ պետք է, ես իրանց կցանկանամ առաջնահերթ ազատություն միանշանակ, որովհետև իրոք ընդ լավ մարդիկ կան, իրոք շատ լավ մարդիկ կան, ու ոչ մենակ ասենք ցմադատապարտիաների մեջ, ընդհանրապես կալանավայրերում իրոք շատ լավ մարդիկ կան։ Միանշանակ ես վստահ եմ, մանավանդ այդ ջահելությունը, դե իմ նման երևի ասենք պահիտակ ասենք անհասկանալ կամ պահի ազդեցության տակ ասենք ինչ որ բաներ են արել ասենք դատապարտվել են, բայց ելի ամեն դեպքում ես կցանկանամ որ առաջնահերթ իրանց առողջությունն լինի ու թող շուտ ազատվեն ու էլ հետ չգնան։ Միանշանակ այտենց էդի ես ասում սրտան ցանկանում եմ իրանց։ Ես էլ եմ ջահել եղել, ես էլ եմ որ դատապարտվել եմ, ես էլ եմ տեսել այն մտածող կալանավորները, ասենց ասեմ որ անտարբեր չեն, ասենք իր բախտակիցի հանդեպ, իմ հանդեպ էլ են ասենք վերաբերմունքը ուրիշ ձև եղել, ասենք ինձ էլ են ասենք լիքը մարդիկ ինձ օգնել են, ես չեմ հրաժարվում իրանց ցավը տանեմ, ես շատ շնորհակալ եմ իրանցից։ Միանշանակ, բայց թող չգնան, թող չընկնեն դե։ Հիմա ինչ ճանապարհ է։ Ինչ։ Դա փորձություն է մարդուն տրված, ինչ է դա։ Երբ որ մարդ անցնում է որոշակի դժվարությունների ինչով, ինչ կարելի է դա համարել, փորձություն, դժբախտություն, անհաջողություն։ Չգիտեք ոնց ասեմ։ Միգուցե նաև անխելքություն։ Դա փորձանք։ Ես այդպես մի բառով երևի այդպես բնութագրերն ավելի ճիշտ է, փորձանք է։ Ոչ մեկը չի ուզում գնա ինչ որ մի բան անի ու գնա դատապարտվի։ Հիմա հասկանալով մի քիչ ուրիշ է, հա, հասկանալով որ գնաս ինչ որ նպատակով, ասենք գիտես թեկուզ պետք է դատապարտվես, բայց գնում անում ես։ Դա մի քիչ ուրիշ է, էլի, բայց հա ես հավատացած եմ հիմնականում ոչ մեկն էլ չի ուզում ինչ որ բան անի ու գնա դատապարտվի, էլի։ Ու բացառություններ կարող ալեն հիմա մեծ աշխարհը, հա, միանշանակ էլի, հա, բայց հիմնականում դա ոչ մեկը չի ուզում։ Ուղղակի կամ անհասկանալ ալում, կամ պահի ազդեցության տակ ալում, կամ հետևանքը մի քիչ լավ հաշվի չառնելով ա ուզում։ Հիմնականում ասենք երիտասարդներն այն որ մի քիչ արուն է երում, հա, ոնց ասեմ, ես էլ եմ էլի այդ վիճակում եղել, ես գիտեմ, հենց այդ չեմ ասում էլի, ամեն դեպքում էլի մեծերից էլ է շատ բան կախված, թեկուզ տան մեծերից, թաղի մեծերից, դա շատ մեծ բան է կախված էլի։ Այսինքն օրինակելի վարքագիծ պետք է հա, այսպես կոչված թաղի մեծերը դրսևորեն, ավելի երիտասարդները շատ ավելի պատշաճ վարքագիծ։ Հա, միանշանակ, մեծերը պետք է միշտ ջահելներին աշները վրան պահեն։ Ինչ տարբերություն, իրանց աղբերը չի հարևանի տղենա, իրանց ջահելն է, իրանց թաղի ջահելն է, նախի չէ որ։ Պետք է ուշադիր լինեն, էլի։ Ես օրինակ կուզեմ այտենց։ Ես կուզեմ։ Դա ճիշտ է։ Պիչե պետք է մեծերից վախենան ջահելները, որ ավելորդություն սխալ բաներ չանեն, դա տենց է, ճիշտ է։ Ինքնասպանության մտքեր առհասարակ ծագել են, չէ՞ որ պայմանները սարսափելի են, զուգահեռ առողջական խնդիրներ ունեիք։ Իմ մոտ չի եղել, բայց դեպքեր եղել է, որ իսկ ինքնասպանություն գործել են մարդիկ։ Իսկ մինչև գործելը, միգուցե ձեր խցակից ընկերներն են, հա, եթե իհարկե ընկեր համարել եք, նրանք են գործել ինքնասպանություն, եթե եղել է նման դեպք, ապա մինչ այդ քայլին գնալը, ինչ էին պատմում, ինչ հոգեվիճակում էին նրանք գտնվում։ Չէ, հիմա տեսեք ասեմ, հենց չի եղել որ ասենք մի խցում եռնեն մի քանի հոգի մարդ ու ասենք հերնեն տենան ինչ որ մեկը իրան կախել է։ Այտենց ցմա կարգավիճակով այդ խցերում նման բան չի եղել այտենց։ Հիմնականում որ ինքնասպանություն գործել են, որ իրար կախել են, այդ մարդիկ սա շատ նստեմացած փակված վիճակում են եղել։ Ոչ մեկը քեզ չի ասելու, գիտես ինչ կայս ուզում եմ ինձ վարի տամ։ Բայց եղել է դեպքեր, չէ, ասենք զգացել ես մարդու հոգեվիճակը, չէ, մտածել ես ասել ես կարող է իր գլուխը ուտի։
Դա այդ տարբերակն է։ Փորձում ես, ասես, ցրես, եմ որ ասում դուխ տաս, մտքերը ցրես, մարդուն չկենտրոնացնես իր հիմնական ինչի վրա որ կենտրոնացած է, ինչ որ նպատակ որ պետք է անի։ Իսկ հիմնականում որ իրանց արդեն կախել են, իրանք տենում են, ասենք, այլ թե չի մնում տարբերակ, խցում մարդիկան չեն կարա իրանց իրագործեն, դիմում են գրում, իրանց պահանջում են, որ իրանց տանեն առանձին, մենակ, շատ դավադիտ են անում, այդտենց էլ դիմում բավարարում են, մարդկանց տանում են առանձին, մեկ էլ առավոտը հացը բաժանելուց տենում են ոտերը վաճուկ իդեմը կախված է, դռնակը որ հաց են տալի, բացումը որ հաց տա տենում է կախված է, սավանով բանով իրանց կախում են, այդտենց ալում, բայց որ հիմնականում խցի մեջ մարդիկ են ելում, մարդիկ չեն թողա էլի, չեն թողա, որ ասում որ տենան պահի տակ, ասենք, իրան մի բաներով հաստատ կօգնեն, չեն թողա որ մեռնի էլի։ Ավերության մեջ գտնվելով զբաղվում եք փայտագործությամբ։ Երբ դատապարտված էիք, ինչով էիք զբաղվում, հնարավորություններ կային որևէ բանով զբաղվելու համար, ժամանակ, տրամադրություն կար։ Այնտեղ չկա մի պայման, որ դատապարտյալը աշխատի։ Առհասարակ ցմայի պարագայում չկա։ Նույնիսկ հիմա ոչ մի գաղութում էլ չկա։ Հիմա դե գիտեք ինչ, օրը անցնում է էլի, հասկանում եք, օրը անցնում է։ Իրոք թռնում են դե, տարիները թռնում են։ Իսկ ժամանակը ազատության մեջ եւ ժամանակը անազատության մեջ ինչպես էր անցնում։ Գիտեք ոնց sense ասեմ, դա կախված է մարդու տրամադրվածությունից էլ, մարդու զբաղմունքից էլ։ Հիմա մարդը եթե ընդհանրապես ոչ մի բան չմտածի թեկուզ, ոչ մի բանի մասին չմտածի, ընդհանրապես ոչ մի բան չանի, դե բնականաբար իր օրը իր չի անցնելու։ Բայց էլի ընդ էլի այդ փակ համակարգի մեջ էլի մի բան գտնում ես, էլի մի բան անում ես, մի բան զբաղվելու, մի բան լնում է։ Մեկը մի բան ապատմում են անում, թռնում է էլի օրը։ Վահագ, մերօրյա ժամանակներում խիստ մոդայիկ է դարձել մարդկանց անազատության մեջ պահելը։ Ինչ է կարծում, Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն գործում է, գոյություն ունի։ Ես իմ տարբերակով ասենց անկեղծ ասեմ, էլի հիմա մինչև հեղափոխությունը ես անհամատեղելիության, հիվանդության անհամատեղելիության հետ կապված ես գրեթե 5 տարի ես դատերի մեջ եմ եղել, որ միշտ իմ վաղաժամկետը միշտ մերժել են։ Հիմա հեղափոխությունից հետո ոնց որ ասենք ասեմ էլի ոնց որ պլստացի էլի, հա, ոնց են ասում։ Տենց եղավ էլի, անկեղծ տենց եղավ։ Որովհետև ինձ մնում էր մի հատ ախտորոշում, որը 5 տարի ինձ չեն արել։ Իսկ ինչու չէին անցկացնում։ Իրանց պետք չէր։ Այն ժամանակ շատ մարդիկ որ բախվել են վաղաժամկետին ու մերժվել են, հիմնականում մերժումը ստացել ենք, ասենք, ադմինիստրացիայի կողմից, հիմնարկի ադմինիստրացիայի կողմից, ու սաղ էլ միանշանակ ասել են, որ Սերժը դաբրո չի տալի։ Ասենք Սերժի վաղ ժամանակ ա եղել, ասենք որ ինձ պետք է ազատեն, Սերժը դաբրո չի տալի։ Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի ազատել։ Անկամ ընդ եթե իմ հայրն էլ ա մահացել, որ ես դատապարտված եմ, ես որ ցեբեում եմ եղել, արդեն Կայլասկի վրա, ինձ չեն տարել եւ որ թաղմանը մասնակցեմ։ Ունդե առհասարակ ոչ մեկին չեն թողել, որ իր հարազատներին տանեն, իր հարազատների թաղման մասնակցեն։ Արդարություն ասած է, դա մի քիչ երազանք է, էլի։ Երազանք է ցմահ դատապարտվածների համար, թե առհասարակ երազանք։ Չէ, առհասարակ մարդիկ ուզում են, այնպես չի որ չեն ուզում իրանք որ արդարություն լինի։ Գիտեք ինչ, ոչ մեկին քնից չեն անում ասում, գիտես ինչ կա, դու ես իմ ինչ ես արել, պետք է գնաս դատվես, չէ, հասկանալի է, մարդիկ ինչ որ բան արել են։ Ես բան չունեմ ասելու։ Ես էլ եմ արել, ես չեմ ասում ես չեմ արել, բայց ես ասել եմ իմ արածի համապատասխան ինձ դատի, եղբայր։ Ինձ 8 տարի, 10 տարի, օրինակ, ինչքան կա, ինձ այդքան դատի, ինձ ավել մի դատի։ Հիմա եթե իմ արածին համապատասխան չի դատում, ինձ դատում է մահապատիժի, որ ես սպանությունը չեմ արել։ Ես ինչ հավատամ, ասեմ արդարություն կա, որն է այդ արդարությունը։ Հիմա ես որ ազատվել եմ անհամատեղելիության արդյունքում, չէ, ես դատերի մեջ եմ եղել, ազատվելուց հետո։ Ես հույս եմ ունեցել, որ քննիչին կկանչեն, ես քննիչին մի հատ աշկերի մեջ նայեմ, 2 հատ հարցնամ քննիչին։
Իմ անկեղծ ասեմ, փաստաբան ասած դու մոռաց ինքը չի էլ գալու։ Քննիչը չի էլ գալու։ Դատարան չի էլ գալու, չի էլ եկել։ Չի էլ եկել։ Իսկ միգուցե նախագահի երկրի ղեկավարի անունը շահարկելը մանիպուլատիվ է եղել, չէ՞, որ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ սեփական անգործությունը պատշաճ մարմինների կողմից չկատարելը սեփական մեղքը այլոց վրա բարթելու համար տալիս են ավելի բարձր անուններ, ավելի հնչեղ անուններ, որպեսզի հարցը կարծես թե փակուղի մտնի։ Միգուցե նաև այդպես է եղել։ Չէ, եկեք մի հատ Ինչ մերժումներ եք ստացել։ Եկեք մի հատ անկեղծ խոսանք էլի։ Հիմա նայեք, ցմա դատապարտյալը կամ առհասարակ էլի, ասենք որ դատապարտյալը մանավանդ ասենք ոսկի մի քիչ մեծ սրոկով որ կա, դա որ ազատում է հիմնականում կոնկրետ Սերժ Սարգսյանի օրոք, կոնկրետ ու ոչ մենակ իրա, հիմնականում այդ մարդիկ որ ազատվել են, իրա ստորագրը, իրա համաձայնության հիման վրա են ազատվել այդ մարդիկ։ Հիմա այսօրվա դրությամբ ցմա դատապարտյալը եթե ազատվում է, միանշանակ նախագահի կամ վարչապետի ստորագրության համաձայնությունն է ըստ ընթացակարգի։ Հա, այտենց է անում։ Հիմա եթե չեն ազատում, քու դեմ դնում են 15 տարվա առաջվա նարուշենի, որը դա 6 ամիս հետո ըստ իրանց հանած օրենքի դա մարվում է, դա չի համարվում, որ դու արդեն խախտում, դա որպես խախտում չի համարվում արդեն 6 տարի անց է։ Եթե դու կայլասկի վրա ես, հա, ասենց ասեմ, քեզ մերժում են, դու տալիս ես դատարան։ Դատարանը կայլասկով քեզ տանում են դատավորի դեմը, նստած դատը գնում է, ասում ես ես այս վիճակի եմ, ասենք երկրորդ կարգի հաշվանդամ եմ եւ այլն, չեն ազատում, ինձ պահանջում են, որ ես հանրային աշխատանքների չեմ մասնակցել սպորտային միջոցառումների։ Այդ վիճակով հանրային աշխատանքների սայլակի վրա, հա։ Տեսեք, գիտեք աբսուրդը որն է։ Իրանք տենում են, որ դու սայլակի վրա անգամ դու չես կարող քշես, քեզ սայլակով այս կոմենտ անում, հա, երրորդ անձի օգնությամբ, ասենց ասեմ։ Ու դատավորը ասում է, գիտեք ինչ կա, հիմնարկի գլխավոր բժիշկը քո գործերի մեջ չի գրել, էլի, որ դու երկրորդ կարգի հաշվանդամ ես։ Դուք հասկանում եք ինչա է կատարվում։ Այդ չգիտես, խնդաս, ուղղակի ես մտածում ես, ասում ես, բարժե որ ասենք ոսկի քո պաշտոնի հանդեպ դու այդքան ցածրանաս, էլի, հասկանում ես։ Դու կայլասկով դեմը նստած ես, ասում ես բժիշկը չի գրել, որ դու հաշվանդամ ես։ Հնչեցրեք դատավորների անուններ, հնչեցրեք, թող հասարակությունը իմանա եւ տեղեկացված լինի։ Ճիշտ ասած չեմ ուշում, ես այնքան դատավորների դատերի մեջով եմ անցել, ասենք չեմ հիշում էլի, հիմա կոնկրետ ասենք։ Այդ վաղաժամկետի բողոքարկումները որ ու դա ասենք եղած բաներ է էլի, հասկանում եք, պրոստո աբսուրդ է էլի, ամոթ է էլի դա։ Վահագ կեսկատակ կես լուրջ հարց եմ ուզում ուղղել, ինչպես հասկացանք նախկինների օրոք արդարադատություն չկար, այսօր Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն գոյություն ունի։ Գիտեք, ես մի հատ բան ասեմ, էլի, արդարադատություն ասված է մի քիչ բարդ հասկացողություն, ես անկեղծ ասեմ։ Ես շատ բաներ կարամ, ասենք, նկատեմ, որ չկա։ Իսկ եթե որոշակի կա, ասենք դա չի նշանակում, որ կա, էլի։ Օրինակներ կարող եք։ Օրինակ, մի հատ հասարակ մի հատ բան ասեմ, հա։ Իհարկե կես կատակ, կես դուրս, բայց հաստատ ճշմարտությունը մեջ շատ է։ Հիմա օրինակ, ես գողություն եմ անում, ասենք $1000 փող եմ գողանում։ Ինձ բռնում են, դատապարտում են 8 տարի կամ 10 տարի, օրինակ, ինձ պատժում են, նստացնում են, չէ։ Հիմա օրինակ, ինչ կասեք, եթե նախարար կամ մի հատ փոխնախարար, ինչ որ մի հատ ոլորտի, քանի միլիարդ տրամադրում են, որ տվյալ ոլորտը զարգացնի, այդ մարդը չի անում, այդ փողերը անիմաստ ծախսվում է, այդ մարդը ամենալավագույն տարբերակով, ասենք, դիմում է գրում հրաժարականատալի, գնում ուրիշ գործի կամ չգիտեմ ինչ անում։ Հիմա այդ մարդը այդքան վատնել է, անիմաստ այդքան պետությանը վնաս է տվել, չէ, հասարակ բան։ Հիմա ո՞նց է, ես հանցագործ եմ, ասենք տվյալ մարդիկ հանցագործ չեն։ Ես պետք է դատվեմ, իրանք պետք է չդատվեն։ Այսինքն ստացվում է։ Այ դրանք սուբյեկտիվ, տեսեք, ասենք քաղաքացիները գնում են բերթեր, տանջանքների են ենթարկվում, կտանքների են խոշտանգման են ենթարկվում, սակայն պաշտոնատար անձինք, ովքեր կատարում են ավելի լուրջ
ենթադրյալ հանցագործություններ այս բան, քանի որ որևէ մեկի մասով ըստ էության օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, հա, նրանք ազատության մեջ շրջում են, վայելում են իրենց կյանքը, այս մասով միգուցե օրենսդրական բաց կա, որևէ ոլորտում միգուցե քրեական օրենսգրքում, քրեական դատաբարությունում որևէ փոփոխությունների կարիք կա, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ սենց ասեմ, էլի կոնկրետ պաշտոնյաների հանդեպ, ով որ մի հատ ինչ-որ պաշտոն զբաղացնում է, օրենքը իմ կարծիքով պետք է հենց լինի, որ տվյալ պաշտոնյա մարդկանց, պաշտոնյա ընդհանրապես պաշտոնյա մարդկանց, պետք է մի քիչ խիստ լինի։ Եթե իրանց ոլորտում թերանում են կամ շարաշահում են կամ չգիտեմ, իրանց հնարավորությունները այլ նպատակների են օգտագործում, վնաս են տալի, հա, ասենց ասեմ, կամ անարդար, հա, պետությանը, բա հիմա դրանք ամենավտանգավոր վնաս, ամենավտանգավոր տարբերակն է, պետությանը վնաս տալը, ես մի հոգու եմ վնաս տալի, օրինակ Կողանում եմ, դատապարտում եմ, մի հոգու եմ վնաս տալի։ Ինքը, եթե ասենք այդքան միլիարդներ անիմաստ վատնում է, անիմաստ ծախսում է, ոչ մի պատասխանատվության չի ենթարկում։ Հիմա ես եմ շատ վնաս տվել, թե ինքը։ Ինչ անել։ Ինչ անել, օրենք անել իմ կարծիքով, էլի ես կողմնակից եմ։ Օրենք անեն հստակ պաշտոնյաների հանդեպ, ավելի խիստ, որ այդ մարդիկ իմանան, որ արին պետք է դատվեն։ Հիմա կարող ասեն, հա, դե էլի կա օրենքը, մեկը որ անում դատում են, ո՞վ է դատվում։ Որևէ պաշտոնյա դատվում, հա։ Չի դատվում, չի էլ դատվելու։ Դե նախկինները դատվում են։ Որ նախկինները հիմա էլ կարող է դատվեն այն մարդիկ, որ արդեն վերևներին ինքնին ձեռ չի տալի, այդ մարդիկ հաստատ կդատվեն, միանշանակ։ Բանը չանեն դատվելու են։ Այսինքն նախկինում էլ միշտ էլ տենց ըլնելու է, դա տենց էլ ըլնելու է, շարունակականը տենց է։ Այս մեր պետության դրվածքը տենց է։ Ով ձեռ չի տալի, ում ձեռ չի տալի, կդատվելու է։ Միանշանակ տենց չի մասին է խոսքը։ Բայց ես ասում եմ, եթե ուզում ես, որ պետությունը կայուն լինի, միանշանակ պատասխանատու ոլորտի ղեկավարները, նրանք պետք է չքնեն, նրանք պետք է փշերի վրա լինեն։ Մի դրամ ավելնորդ անիմաստ ծախսեն, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այդ մարդիկ այդքան աշխատում են գիշեր-ցերեկ հարկ են մուծում, չէ՞ պետությանը։ Քանի միլիարդ ասենք անիմաստ գնում դե ծախսում են, տենում են գործը լավ չի արել, թազա մի այդքան էլի դուս են գրում, որ խոսքի ասենք օրինակ հիմա այդ այգին սարքեն կամ չգիտեմ, մի հատ ինչ-որ ոլորտ, ասենք մի քիչ առաջ տան, արդյունավետ չի էլ աշխատում։ Անիմաստ այդքան փողը գնում է։ Հիմա ես հանցագործ եմ, թե ինչ եմ։ Մնացածը թող լսարանը թող գնահատական տա։ Ես անում եմ մի հոգու եմ վնաս տալի։ Բայց կներեք, բայց կոպիտ ասած դու ցելի պետությանն ես վնաս տալի։ Այդքան միլիարդը անիմաստ հասարակությանը պետությանը։ Միանշանակ, մենք մարդիկ աշխատում են, որ պետություն բյուջե են լցնում, չէ՞, որ ինչ-որ միտեղ զարգանա, միտեղ առաջընթաց լինի։ Ինչի անում անիմաստ փողերը կորում է։ Ճիշտ դիտարկում։ Միանշանակ համաձայն եմ։ Առհասարակ հանցագործությունների կրճատումը անհատների կողմից եւ պաշտոնյաների կողմից միշտ պետք է օրակարգային լինի եւ արվեն այնպիսի գործողություններ, այնպիսի մարտավարություն մշակվի պետական մակարդակով առհասարակ այնպիսի մարտավարություն պետք է մշակվի, որպեսզի հանցագործությունների կրճատում գրանցվի եւ հասարակությունը ապրի հանգիստ, խաղաղ երկրում։ Ամենամեծ վնասատուն, ամենամեծ հանցագործը պետության վնաս տվողն է։ Պետության վնաս տվողն է։ Մենք այն որ ասում ենք կոպիտ ասած ավազակություն անում ենք օրինակ։ Մի հատ հանցագործություն ենք անում, բռնվում ենք, դատվում ենք, խոսքի, չէ։ Ասենք արդյունքում էլ մեր պատճառած վնասը արդյունքում փոխհատուցում ենք։ Կամ էլ ասենք խոսքի մի հատ ներողություն ենք վերջում ասում, ամենավերջում խոսքի։ Կամ դատապարտվում ենք, ազատվում ենք, պատիժը կրում ենք։ Բայց մարդիկ ինչ են անում, ոչ մի բան չեն անում։ Ոչ մի բան չեն անում։ Վայելում են կյանքը։ Հա, միանշանակ տենց է։ Համար պետք է մի քիչ պատասխանատվություն ավելի բարձր լինի, էլի։ Հիմա ցանկացած այն զարգացած մի քիչ լավ մտածող երկրները որ կա, որ մարդիկ իրոք ղեկավարները որ մտածում են, հարց է տալի, ժողովրդին որ հարց են տալի, ասում են ամենաբարձր, նախարարը, հա, ասենք խոսքի ում եք շատ տեղ տալի, ժողովրդին են հարց տալի, առաջնահերթ գալիս է կրթության, գիտության նախարարին, որ միանշանակ այդ նախարարությունը պետության հիմքն է։ Այդ մարդիկ անգրագետ պետք չեն, այդ մարդիկ պետք է կրթված լինեն, որ կայնա գլուխներն աշխատի։ Ստե մի քիչ ուրիշ է, էլի, ստե որ ասում եմ մարդիկ
Մտածում են, հա պաշտոն ունեն, քերենք ինչքան կարանք, քերենք, մեկը երկար չենք մնալու, այտենց չի լինում։ Այտենց չի լինում։ Ես մի անգամ մի հատ առիթ եղել է, ես վարչության պետին էլ այն ժամանակ ասում եմ, խիեք մարդկանց ինվալիդ սարքում, եթե իրոք տվյալ հիմնարկում չեք կարող բուժեք, տարեք նորմալ պայմաններում թող այդ մարդիկ բուժվեն։ Որ ինվալիդ դարան ինչ, կարող այ քոչել օրեր իրանցից մեկը քո աղջկան ուզի, քո աղբոր աղջկան ուզի։ Խի ինվալիդ ընտանիք լինեն։ Քո ազգն է, էլի փոքր ազգ ենք, էլի։ Առողջության հիմքով ոչ բոլորն է հաջողվում ազատվել, հա։ Իդեպ եղել են դեպքեր, ովքեր ազատվել են եւ մի քանի օր անց մահացել են։ Հա։ Ինչ է սա նշանակում։ Գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նպատակադրված այդ մարդիկ պետք է մեռնեն։ Ուղղակի օրենքը թույլ չի տալիս, որ իր հիվանդության կարգավիճակով այն աստիճանի դու։ Ես անկեղծ ասեմ, էլի, իրանց ձեր չի տալի, որ այդ մարդը իրանց մոտ մեռնի, հիմնարկում մեռնի։ Իրանք գիտեն 100% որ մեռնելու է։ Միանշանակ, ինքը չի ապրելու։ 10 օր չի ապրելու։ Կարամ անուններ տան, որ այդ մարդիկը ամենաշատը 20 օր դուրս չեն ապրել։ Եղել է Սողոմոն, եղել է Գնուն, եղել է Էջմիածնից Աշոտ, եղել է Լերնականցի, ոչ մի 4-5 հոգի մարդիկ են եղել, որ իրանց աքսիրովկա կոչվածը, իրանց աքսիրովկային աղը հիվանդության անհամատեղելիության արդյունքում ամենաերկարը դուսը հիվանդանոցում, հա, որ հիմնարկից միանգամից տարել են հիվանդանոց, ընդ ապրելա 20 օր։ Այսինքն պահման պայմանները այնքան վատն են, որ մարդկանց մոտ հիվանդությունները ել ավելի են սրվում, ել ավելի են խորանում, եւ երբ որ հասկանում են, որ ապրելու հնարավորությունները շատ քիչ են, նվազագույնի են հասնում, արդեն անցնում են հստակ գործողությունների։ Այս պարագայում Փարք Տիրոջը հա, իրոք Աստծուն Փարք իմ պարագան մի քիչ այլ ա եղել։ Ես միշտ էլ ասել եմ, էլի ես միշտ էլ տրամադրված եմ եղել, միշտ էլ հավատացել եմ, որ ես թեկուզ այդ վիճակով ես պետք է ազատվեմ, որովհետև Աստված ինձ անտեր չի թողել, հաստատ չի թողել։ Չեմ ասում էլի այն մահացածներին երեսա թեքել, չէ, բայց իմ պարագան մի քիչ ուրիշ է եղել։ Իմ բռնված օրվանից, իմ դատապարտված օրվանից էլ ես հույս եմ ունեցել, որ ես ազատվելու եմ։ Ճիշտ է, չեմ էլ մտածել, որ կարող ասենք հաշվանդամ վիճակով ազատվեմ, բայց հաստատ հույս ունեցել եմ, որ ես պետք է ազատվեմ ու Աստծուն Փարք ես ազատվել եմ։ Այս վիճակով ես երկրորդ կարգի հաշվանդամ կայլասկի վրա եմ ելում աշխատելուց, ասենք, ես էլի աշխատում եմ, ես ստեղծում եմ, ես պետք է ապրեմ հանուն ինչ-որ նպատակի։ Այդ նպատակը ո՞րն է։ Իմ նպատակը այն է, որ ես վիրահատվեմ, ես կարենամ նորմալ քայլեմ, ընտանիք կազմեմ, սեփական իմ ընտանիքը կազմեմ, իմ երեխեն ունենամ, իմ երեխու քաղցրությունով ապրեմ, հանուն այդ նպատակի ինչ-որ մի նպատակի համար ապրեմ, այդ նպատակն էլ ընտանիք ու երեխա ունենալն է։ Մարդիկ այսօր, չգիտեմ, շատ մարդիկ կան, որ մի քիչ չեն գնահատում ունեցածը, ես գիտեմ, ճանաչում եմ, բայց մարդիկ էլ երան են տալի, որ ունենան։ Այդ մեկ երանի տվողներից մեկն էլ ես եմ, ու ինչ թվում Աստված այդ հաջողությունները ինձ կտա։ Վիրահատությունները նորմալ կլինի, մեր եմոր ասում է, ամեն ինչն էլ նորմալ կլինի։ Կամ ուստանանք, ընտանիք էլ կազմենք, երեխա էլ կունենանք, այդ քաղցրությունը կվայելենք։ Մեկը ես, չգիտեմ, ես երեկվա ջահելի չեմ, էլի 52 տարեկան եմ, բայց էլի Աստված ինձ անտես չի թողա հաստատ չի թողա։ Երազանքներն ի կատար, Աստծո օրհնությամբ։ Շնորհակալություն։ Այս հաճելի նոտայի վրա պետք է ասեմ շնորհակալ եմ, որ թեկուզ այս մեծ դժվարություններն ունենալով ես եմ շնորհակալ, բայց եթե թույլ կտաք, ես մի հատ նախադասություն ավել ասեմ, էլի դա վերաբերում ասենք մահացածի տեղակալին, մեկ էլ իմ քննիչին, էլի ես ուզում եմ երկու քաղցր բան ասեմ, էլի եթե կարելի է, հա։ Անդրանիկ Միրզոյան, դու այն ժամանակ եղել ես Հայաստանի Հանրապետության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ։ Ես քեզ մի բառով կասեմ, դու մարդակեր ես, դու պետական կիլլեր ես, ուրիշ ոչ մի բան։ Նույնը ասում եմ մահացած Ասլոյան Վարդանի տեղակալին, Շահում Տիգրանյանին, դու ուղակի զիբիլ ես։ Դու սուտ ասան, դու դատարանում մնաց սուտ ցուցմունքներ ես տվել։ Դու ուղակի դու մարդ ես։ Դու մարդ ես, դու մի կիլլեր էլ դու ես։ Եղավ թքեմ ձեր վրա, դուք մարդ չեք։
Աստված ձեզ պատժելու է, Աստված ձեր հարցերը լուծելու է։ Ես է որ չկարենամ, դե չեմ կարա, բայց գոնե ասեմ, սիրտս մի քիչ թեթևանա, էլի։ Մեկ էլ մի հատ խնդրանք, հա, եթե կա։ Հիմա այս հաղորդումը բնական է, ասենք շատերը կլսեն, ես դիմում եմ իրավաբաններին, իրավապաշտպաններին, թեկուզ դատախազության աշխատողներին, իմ հարցի վերաբերյալ ես կխնդրեմ, եթե ցանկացած ֆորմատ, որ լրատվականում ուզում ալնի, որ սեմինարների ժամանակ ուզում ալնի, եթե հարց է քննարկելու ցանկություն ինչ-որ մեկը կա, ես ներկայանամ, իմ ասածներին միանշանակ պատասխանատու եմ, փաստերով, որ ինչ կարգի բեսպրեդելություն է կատարվել իմ հետ, իմ վերաբերյալ, այդ բարձր պաշտոնյաների կողմից։ Վահագ, հատուկ շեշտադրում անենք, որ արված հայտարարությունը որևէ մեկի նկատմամբ սպառնալիք չէ։ Ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէր խոսքը։ Հա։ Հաստատենք, որպեսզի հետագայում դες ավելորդ անգամ տհաճություններ չհակերտավոր իրավական ոլորտում, քանի որ ակնհայտ էր խոսքից, որ առհասարակ ֆիզիկական հաշվեհարդարի մասին չի խոսքը գնում։ Ես կխնդրեմ, որ այս հայտարարությունից հետո, հարգելի Վահագ, եթե լինեն որևէ գործողություններ, նշված, թվարկված անձանց կողմից, հեռախոսազանգեր, սպառնալիքներ, ճնշումներ, բռնաճնշումներ, անպայմանահազանգել, բարձրաձայնել, եւ ես խոստանում եմ, որ ձեր կողքին կանգնողներից ամենաառաջինը կլինեմ ես։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ եմ։ Չէ, ուղղակի ես այդքան ուզում եի ասեի, որ այդ մարդիկը որ կան, իրոք կամակատարներ են, էլի հասկանում եք։ Իրանց պաշտոնը ոնց չարաշահել են, իրանց պաշտոնը։ Իրանք արդար մարդիկ չեն։ Իրանք հաստատ արդար մարդիկ չեն։ Իրանք պետական կիլերներ են, ուրիշ բան չկա ասելու։ Վահագ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մենք դեռ կհանդիպենք։